Ֆրանկոֆոնիայի մրցանակ ազգային ժողովի նախագահի կողմից ճարտասանության մրցույթի մասնակիցներն են ազգային ժողովում են մասնակցելու երկրորդ եզրափակիչ փուլին։ Հայաստանի 7 մարզից ու Երևանից մրցույթին մասնակցել են 46 աշակերտ, եզրափակիչ փուլ են հասել 12-ը։ Շատ տպավորված եմ, շատ էի հուզվել, որ իմացել էի, նամակը չէի կարողանում ես կարդամ, իմ ընկերները իմ տեղը կարդացին, որ նոր իմացա, որ անցել եմ։ 7-րդ դասից սկսեցի սովորել, որ անցա երկրորդ փուլը շատ զարմացա։ Դրա համար շատ ուրախ եմ ստեղնել։ Ներկայացրել էի, թե ըստ իմ պատկերացման ինչպիսին կլինեն 2027 թվականին տեղի ունեցող ֆրանկոֆոնիայի խաղերը Հայաստանում ու ընտրվեցի։ Ինչ ես կարծում կանցնես։ Չգիտեմ, ավելի լավ կլինի որ անցնեմ, բայց բոլորին էլ հաջողություն եմ մաղթում։ Ցույցի մասին իմացել եմ ուսուցչիցս, նա է խրախուսել, որպեսզի մենք մասնակցենք ու հենց որ առաջին փուլը հաղթահարեցինք, ասենց շատ զարմացած էի, բայց շատ լավ փորձառություն էր ու իրոք ասենց ուզում էի անցնել մյուս փուլ, շատ հետաքրքիր էր։ Ազգային ժողովի եւ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված մրցույթի բոլոր 46 մասնակիցներին խորհրդարանի նախագահի անունից ողջունել է ազգային ժողովի նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Ամիսներ առաջ պարոն Սիմոնյանի եւ մեր շատ հարգարժան դեսպանի կողմից այս ծրագրի միտքը կար, մենք դեռ չէինք պատկերացնում աշխատանքային խմբով, թե իրականում ինչ է լինելու եւ այսօր մենք այս շատ կարեւոր փուլին ենք հասել։ Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս նախաձեռնության համար եւ հատուկ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի դեսպանատանը իրենց ցուցաբերած կամքի, ջանքի եւ համագործակցության համար։ Շատ ուրախ եմ ողջունել ձեզ այստեղ եւ տեսնել, որ հասել եք այս վերջնական փուլին, որը ցույց է տալիս ձեր գիտելիքները։ Ճիշտ է, մենք դեռ պաշտոնապես չենք մտել ֆրանկոֆոնիայի շրջանակների մեջ, սակայն հենց այս միջոցառումը կարող ենք համարել դրա շրջանակներում կազմակերպվող նախաձեռնություններից մեկը։ Ուզում եմ նաեւ իմ շնորհակալությունը հայտնել ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին միջոցառման միտքը տալու համար։ Առաջին փուլը հաղթահարած մասնակիցներին ներկայացվել են եզրափակիչ փուլի կանոնները։ Մի փոքր հուզված ու հաղթանակի ձգտումով 12 մասնակիցները նախ վիճակահանությամբ ընտրել են բանավեճի թեման եւ իրենց բանավիճային հակառակորդին։ Այնուհետև 5 րոպե պատրաստվելուց հետո իրենց արհեստավարժ ֆրանսերենով ներկայացել են ժյուրիի դատին։ Mesdames et messieurs, aujourd'hui on a comme problématique le changement climatique. Une seule personne ne peut pas être responsable du changement climatique parce que c'est un problème. Բանավեճից ու հարցուպատասխանից հետո մինչ ժյուրին կայացնում է ամենադժվար որոշումը, աշակերտներին հնարավորություն է տրվում շրջելու ազգային ժողովի շենքում։ Ապրեք շատ, եւս մեկ անգամ շնորհակալություն, անկախ նրանից հիմա ով կանցնի, ով չի անցնի, սա ընդհանրապես մի կյանքի սկզբի շատ տենց մի, չասեմ փոքր, բայց առաջին քայլերից մեկն է, ինչ որտեղ հաջողում են, ինչ որտեղ մարդիկ չեն հաջողում եւ եթե չեն հաջողում, մի ինչ որտեղը չի նշանակում, որ իրանք վատն են կամ իրանք սխալ են ինչ որ հարցում, այդ նշանակում որ դեռ մի քիչ ավելի շատ ջանք պիտի դնեն այդ գործի մեջ, որ մի հաջորդ ինչ-որ փուլում հաջողեն եւ հանկարծ ոչ մեկ չի եւ մյուս մեր ընկերները ովքեր առաջին փուլում չեն անցել, երբեք չհիասթափվեք, սա ընդհանրապես ցույց է տալիս դուք որ ինչ-որ բան արդեն ունեք եւ դեռ ինչ-որ բան պիտի ձեռք բերեք, պիտի սովորեք եւ գնացեք այդ նոր գիտելիքի հետևից եւ երբեք չհիասթափվեք։ Ժյուրիի որոշմամբ 3 ամենաճարտարախոս մասնակիցները կշահեն կրթաթոշակ Ֆրանսիայում լեզվի մեկշաբաթյա ուսումնասիրության համար, իսկ թե 12-ից որ 3-ը կմեկնեն Ֆրանսիա, պարզ կլինի մարտի 27-ին մրցանակաբաշխության արարողության ժամանակ, որն ազգային ժողովում կանցկացնեն խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինյին։ Elevate բառը ոնց որ է հանի մի մակարդակ ավելի բարձր եւ դա այդպես է մենք փորձում ենք մեր ընկերությունով արհեստական բանականությունը բարձրացնել Հայաստանում մեկ level up անել։
Elevate AI-ը 1-2 ամսից Հայաստանում կսկսի իր գործունեությունը։ Տվյալների կենտրոնի բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումների առաջին խմբաքանակն արդեն այստեղ է։ 512 հատ B300 մոդելի GPU-ների մասնախոսքը, դա վերջի մոդելն է Nvidia-ի, ամենահզոր արտադրողականությամբ, ամենաբարձր արտադրողականությամբ։ Դրանք շուտով կտեղադրվեն տվյալների կենտրոնում, որը Գեղարքունիքի մարզում է։ Տվյալների կենտրոնը մի քիչ լայն գաղափար է, կարա մասնագիտացված լինի, ասենք, սարքավորումների վարձակալության վրա կամ ծառայությունների մատուցման։ Մեր դեպքում այդ լայն շրջանակը ծառայությունների ընդգրկում է, այսինքն թե կլինեն սարքավորումներ վարձակալության համար, համապատասխան խնդիրներ լուծելու համար ընկերությունները կվարձակալեն եւ թե պատրաստի ծառայություններ արդեն ավելի լայն շրջանակի համար։ Ծառայությունների մատուցումը միայն մեր հանրապետությամբ չի սահմանափակվելու։ Առաջի փուլը իր ծավալներով մի քիչ ավելի մեծ է, քան Հայաստանի շուկան այսօրվա դրությամբ կարա սպառի։ Դրա համար նախատեսվում է ծառայությունների արտահանում։ Մի քանի ռեգիոն ենք այս բային թիրախավորում, առաջի երկուսը երևի դա Ճապոնիան եւ եվրոպական շուկան։ Բարձր արտադրողականությամբ արհեստական բանականության սարքավորումները Հայաստան ներկրելու համար անհրաժեշտ է արտահանման թույլատվություն։ Քանի որ Nvidia չիպերը հանդիսանում են ռազմավարական նշանակություն են պետության համար, ցանկացած ընկերություն, որ ցանկում է ձեռք բերել, պետք է որոշակի գործընթաց անցնի։ Մենք անցանք այդ գործընթացը եւ ունեցանք հնարավորություն դրանք արտանելու Միացյալ Նահանգներից։ Տվյալների կենտրոնը օգտագործում է վերականգնվող էներգիա, ինչպես տնօրենն է նշում, նվազագույնի է հասցված ածխածնի արտանետումը։ Մենք ստանում ենք էներգիան արևային պանելներից։ Մենք չենք օգտագործում լիթիումային մարկոսներ, հոսանքյան խափանցման ժամանակ մենք օգտագործում ենք նոր տեխնոլոգիաներ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կարծում է տվյալների կենտրոնի ստեղծումը եւս մեկ կարևոր քայլ է Հայաստանի Հանրապետության կառավարության AI գործարանների պարտեզ հայեցակարգի կյանքի կոչման եւ երկրի հաջորդ սերնդի արհեստական բանականության տվյալների ենթակառուցվածքի իրականացման ճանապարհին։ Ողջունում ենք, հաջողում ենք ներդրումները Հայաստանում, որը որ մեր ենթակառուցվածքի բազմազանության եւ դիմադրողականության աճին է միտված, այսինքն ունենք տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, տարբեր խաղացողների համար։ AI գործարանների պարտեզ, իսկ ինչպես է ձևավորվել այս կոնցեպտը։ Այդ կոնցեպտը առանց մեր էկոհամակարգի ներկայացուցիչների հետ միասին աշխատելու արդյունքում հնարավոր չէ լինի ձևավորել։ Դա ձևավորվեց այն ժամանակ, երբ որ մենք տեսանք, որ հետաքրքրությունը, պատրաստակամությունը շատ կա այդ ուղղությամբ աշխատելու եւ ցեցինք աջակցական ծրագրեր անել։ Արդյոք Հայաստանը պատրաստ է ունենալ մի քանի նմանատիպ կենտրոններ։ Շուկան մրցակցային է լինելու եւ շատ ու քիչը կերևա մեր հնարավորությունների եւ գործող ենթակառուցվածքի արդյունավետ կիրառմամբ։ Մենք կարծում ենք, որ ընդհանրապես պետք չի սահմանափակվել եւ պետք է ավելի մեծ մտածել։ Փոխնախարարը հավելում է, այլ կազմակերպություններ էլ կան, այդ թվում ոչ հայաստանյան, որոնք եւս հետաքրքրված են մեր երկրում տվյալների կենտրոններ ստեղծելու գաղափարով։ Էմմա Վարդանյան, Աշոտ Խաչատյան։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը շարունակում են հարվածներն Իրանին։ Թեհրանը եւ Սպահանը ինտենսիվ գնդակոծության են ենթարկվել։ Իսրայելը հայտարարել է, որ Իրանում դեռ հազարավոր թիրախներ կան խոցելու։ Իսրայելը նաեւ հարվածներ է հասցրել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութին, հայտարարելով, որ թիրախավորում է Հեզբոլահի ենթակառուցվածքը։ Իսրայելի բանակը նաեւ հայտնել է Լիբանանի հարավում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու մասին։ Իսրայելցի պաշտոնյաները հայտարարել են Լիբանանի հետ բանակցություններ չեն լինի մինչև Հեզբոլահը չզինաթափվի։ Իրանն էլ շարունակել է հարվածներ հասցնել Իսրայելին եւ Պարսից ծոցի երկրներին։ Արաբական Միացյալ Էմիրությունների երկնքում հրթիռներ եւ անօդաչուներ են որսացել։ Դուբայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը վառելիքի բաքին անօդաչուի հարվածից հետո։ Սաուդյան Արաբիան եւս հայտնել է տասնյակ ԱԹՍ-ներ որսալու մասին։ Բաղդադում հարվածի է ենթարկվել ԱՄՆ դեսպանատունը։ Հարվածներ են արձանագրվել նաեւ Քուվեյթում։ Ռազմական գործողությունների պայմաններում փակվել է Հորմուզի նեղուցը, որը
որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների 20%-ը։ Նավթի գնի աճի հետ կապված իրավիճակը մեղմելու համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցում է 7 երկրի հետ, որպեսզի նրանք միանան նեղուցը վերահսկելու նպատակով ստեղծվող կոալիցիային։ Նրա խոսքով ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում։ Ճապոնիան արդեն հրաժարվել է այս առաքելությունից։ Թրամփը նաև Չինաստանից է օգնություն ակնկալում նեղուցի անվտանգության ապահովման հարցում։ Նա չի բացառել, որ կարող է հետաձգել Չինաստան կայանալիք այցը, եթե Պեկինը չհամաձայնի օգնել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկյանի հետ զրույցում կոչ է արել անհապաղ դադարեցնել հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ եւ վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցով։ Մարտի 15-ին էներգետիկայի միջազգային գործակալությունն Ասիայի եւ Օվկիանիայի իր անդամ երկրներին հրահանգել է անմիջապես բաց թողնել նավթի ռազմավարական պաշարները։ Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներն իրենց պահուստներից նավթ բաց կթողնեն մարտի վերջին։ Ինչ վերաբերում է բանակցությունների հեռանկարին, Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ շփումներ կան, բայց իր կարծիքով Թեհրանը դեռ պատրաստ չէ։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը պատերազմի ընթացքում երբեք հրադադար չի խնդրել եւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի ձգտել։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև։ Մոսկվան արդեն 2 օր է ենթարկվում է անօդաչուների զանգվածային հարվածների։ Մայրաքաղաքի երկնքում գիշերն ավելի քան 4 տասնյակ ԱԹՍ են որսացել, իսկ Կրասնոդարի մարզում անօդաչուի հարվածից նավթաբազայում հրդեհ է բռնկվել։ Ռուսական ուժերն էլ հարվածել են Զապորոժիեին, վնասվել են տներ, կան տուժածներ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է շուրջ 1800 ԱԹՍ, 1500 կառավարվող ավիառում եւ 86 հրթիռ։ Նրա խոսքով հրթիռներում կա շուրջ 60 արտասահմանյան բաղադրիչ, որոնք Ռուսաստանին են մատակարարվում պատժամիջոցների շրջանցմամբ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալու Փոլեքսիթի իրական վտանգ կա, քանի որ դրա օգտին են հանդես գալիս նախագահ Կարոլ Նավրոցկին եւ խորհրդարանական մի շարք կուսակցություններ։ Տուսկի խոսքով նման սցենարը Լեհաստանի համար աղետալի կլինի եւ ինքն ամեն բան կանի նրանց կանգնեցնելու համար։ Նա հավելել է, որ որոշ ուժեր ցանկանում են ոչնչացնել Եվրամիությունը։ Տուսկն այդ շարքում նշել է Ռուսաստանը, Ամերիկան կրկին հզոր դարձնել շարժումը եւ եվրոպական աճ ղեկավարներին, որոնց նրա խոսքով գլխավորում է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ղազախստանում կայացած հանրաքվեի նախնական արդյունքներով քվեարկածների 87%-ից ավելին կողմ է արտահայտվել նոր սահմանադրության նախագծին։ Հանրաքվեին մասնակցությունը կազմել է 73%։ Նոր սահմանադրության նախագիծը մշակվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությամբ։ Փաստաթղթում առաջարկվում է երկպալատ խորհրդարանը փոխարինել 145 падգամավորից բաղկացած միապալատ խորհրդարանով, ինչպես նաև ամրապնդել նախագահի իշխանությունը։ Ըստ նոր սահմանադրության նախագահն իրավունք կունենա միանձնյան նշանակել գլխավոր դատախազին, սահմանադրական եւ գերագույն դատարանների նախագահներին, ազգային բանկի նախագահին եւ ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարին։ Բացի այդ, նախատեսվում է ստեղծել փոխնախագահի պաշտոն, որը նույնպես կնշանակվի նախագահի կողմից միապալատ խորհրդարանի համաձայնությամբ։ Սյուզաննա Չրաղյան։ Հայ-ճապոնական համագործակցության եւ Ճապոնիայի կառավարության աջակցության շնորհիվ կյանքի կոչվեց Սևաբերդի ջրամատակարարման համակարգի ակունքի հատվածի հիմնանորոգման ծրագիրը։ Սա մի նախաձեռնություն էր, որը ծառայելու էր մարդկանց, ապահովելով ավելի հուսալի ջրամատակարարում եւ նպաստելու համայնքի կայուն զարգացմանը։ Հայ-ճապոնական ծրագրի շրջանակներում դրամաշնորհը մոտավորապես $78,000 շրջանակներում, ուրեմն ծրագրի շրջանակներում իրականացվել է ջրամատակարարման ակունքների բարելավման աշխատանքները, հիմնանորոգման աշխատանքները եւ որոշակի հատվածի խողովակաշարի հիմնանորոգման աշխատանքներ։ Արդյունքում շահառուները 11 վարչական շրջաններ էին եւ մի քանի մեծ կազմակերպություններ։ Հիմա արդեն ավարտական փուլում է, այսինքն ավարտել ենք։ Ջրամատակարարումը բավականին էականորեն լավացել է։ Ջրի որակն է լավացել, որը կենսական կարևոր նշանակություն ուներ մեր բնակիչների համար։ Համայնքը համաֆինանսավորման հանդես եկել 20%-ի շրջանակներում 13,000 մի քիչ ավել
ամերիկյան դոլարի շրջանակներում համայնքն է ներդրում արել եւ մնացած հատվածը Ճապոնիայի դեսպանատունը։ 2024 թվականին Տաշիրի համայնքապետարանը Ճապոնիայի դեսպանատան մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհի համար ներկայացրեց ծրագիր, որը իրենից ենթադրում էր Տաշիր համայնքի կազմում գտնվող Սևաբերդի ջրամատակարարման համակարգի ակունքի հատվածի վերանորոգում, վերակառուցում։ Ճապոնիայի դեսպանատան կողմից ծրագիրը հաստատվեց, այնուհետև կնքվեց հուշագիր եւ այժմ ծրագիրն իրականացված է։ Ճապոնիայի կառավարությունը միջազգային գործընկերների միջոցով Հայաստանին տրամադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլարից ավել աջակցություն, բայց անձամբ ինձ ավելի հաճելի են այսպիսի փոքր ծրագրերը, որոնք որ ուղղվում են հենց համայնքներին։ Այստեղ ունեցած միջոցառումից հետո ես պետք է հաշվետվություն ուղարկեմ Ճապոնիա ու հաշվետվության մեջ ներառելու եմ այն խմբական նկարը, որը այստեղ երեխաների եւ մասնակիցների հետ ունեցանք ու այդ երեխաների ժպիտները գրավականն են ծրագրի հաջողության, տեսնելով նրանց երջանիկ, տեսնելով նրանց անհոգ, մենք փորձելու ենք ել ավելի մեծացնել մեր ծրագրերն ու աջակցությունը, որպեսզի տեղական փոփոխություններով արդեն համայնքներում դրական դինամիկա ստեղծենք։ Ծրագրի շնորհիվ 11 բնակավայրի համար այլևս հասանելի է 40 մետր խորանարդ ծավալով ջրընդունիչ, 15 կիլոմետր նոր ջրագիծ եւ ջրընդունիչի 426 մետր ցանկապատված տարածք։ Սևաբերդի ջրամատակարարման համակարգը լայնամասշտաբ ծրագիր է եւ դեռևս անելիքներ կան։ Սևաբերդ համակարգից մոտավորապես 30 կիլոմետր ճանապարհ խողովակաշար պետք է կառուցվի, որպեսզի ավարտական տեսքի բերվի եւ 11 բնակավայրերին հնարավորություն լինի ամենավորակյալ ձևով ջուր մատակարարել, բայց ակունքի աշխատանքներն արվել է, որոշակի հատված արդեն ուրեմն արվել է, խողովակաշարը ամբողջությամբ փոխվել է, մնացած հատվածը առաջիկայում թե սուբվենցիոն ծրագրերով, թե մեկ այլ ծրագրերի շրջանակում անպայման հիմնանորոգում կանենք եւ Սևաբերդ համակարգը վերջնական տեսքի բերելուց հետո արդեն Տաշիր համայնքում գրեթե խնդիր չի լինի խմելու ջրի հետ կապված։ Ծրագրի ավարտը խորհրդանշող հանդիպմանը Ճապոնիայի դեսպանը տպավորված էր Տաշիր համայնքի արվեստի դպրոցի եւ մշակույթի տանսաների ստեղծագործական կատարումներով ու պատրաստած գեղեցիկ նվերներով։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան։ Մարտի 13-ին եւ 14-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլը։ Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարն անցկացվում է արդեն 4-րդ տարին դպրոցականների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման, երբեմնի սիրված մարզաձևի ավանդույթների վերականգնման, ֆիզկուլտուրայի եւ սպորտի քարոզչության, ինչպես նաեւ դպրոցականների զանգվածային մարզական միջոցառումներին հետագա մասնակցության ապահովման նպատակով։ Այն անցկացվում է 2 տարիքային խմբերով։ Մրցաշարին մասնակցում են հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ եւ 10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը։ Յուրաքանչյուր դպրոցի թիմերի կազմում 5-ից 9-րդ եւ 10-ից 12-րդ դասարանների 2-ական տղա եւ 2-ական աղջիկ, ֆիզկուլտուրայի 1-ական ուսուցիչ։ Այս վերջերս եմ սկսել թենիսով զբաղվել, դուրս շատ է եկել։ Դες որոշել եմ մասնակցեմ, անցած տարի եմ մասնակցել, սիրում եմ այս մարզաձևը, անցած տարի գրավել ենք 3-րդ տեղը, գնացել ենք մարզային փուլ։ Մրցաշարն անցկացվում է 3 փուլով՝ համայնքային, մարզային եւ եզրափակիչ։ Առաջին օրը մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 5-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ Համայնքային փուլում արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ։ Առաջին տեղը զբաղեցրեց Գագարինի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Լճաշենի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը։ Սեղանի թենիսի մարզաձևը մեծ տարածում է գտել մեր Սևան տարածաշրջանում, ինչպես նաև Գեղարքունքի մարզում, արդեն շուրջ 4 տարի այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանի ներքո եւ այն մասսայականությունը, որ արդեն մենք տեսնում ենք մեր սաների, մեր մարզիկների, մեր երեխաների, աշակերտների մեջ, այն մեծ ավանդույթ է արդեն ձեռք բերել եւ մեծ կարեւորություն եմ ես տեսնում այդ ամեն ինչի մեջ, քանի որ երեխաների պահանջը եւ երեխաների մասնակցությունը, ես որպես արդեն մարզադպրոցի տնօրեն, մեր խմբակները մեծ քանակով համալրվել են աշակերտների, մարզիկների թվով եւ այս այն, որ երեխաները 1 տարվա ընթացքում սպասում են այս մրցաշարին, դա արդեն մեծ նշանակություն
նշանակություն ունի եւ հաջողություն է մեր տարածաշրջանի համար։ Մարտի 14-ին մրցապայքարը ծավալվեց Սևան համայնքի հանրակրթական դպրոցների 10-ից 12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի միջև։ Արդյունքները բաշխվեցին հետևյալ կերպ. Առաջին տեղը զբաղեցրեց Սևանի Խաչատուր Աբովյանի անվան ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը, երրորդ տեղը Զովաբերի Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցի թիմը։ Սևանի համայնքային փուլում հաղթողները պարգևատրվեցին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հավաստագրերով եւ կմասնակցեն երկրորդ մարզային փուլին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետության վարչապետի գաված սիրողական սեղանի թենիսի մրցաշարի մարզային փուլում Սևանը կներկայացնեն 10-ից 12-րդ դասարաններ, Սևանի ավագ, Դդմաշենի եւ Զովաբերի միջնակարգ դպրոցների թիմերը, 5-ից 9-րդ դասարաններ, Գագարինի, Լճաշենի եւ Դդմաշենի միջնակարգ դպրոցների թիմերը։ Սուրեն Բարսեղյան, Գնել Վանեսյան, Արևոտ օրերին Սվարանցում առաջինը եկեղեցու բակն է ջերմանում։ Ծերերը իրենց տեղն են զբաղեցնում ու սկսում երբեք չվերջացող ու միշտ կիսատ մնացող զրույցը, երեխաներն այդ ժամերին դպրոցում են լինում, յուղի ջահելներն էլ գործի են անցնում, որ մինչև կեսօր գոմերը մաքուր լինեն, ախորները լիքը։ Այս գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է։ Հենց դրա համար է Մարտակերտի Մաղավուզում լավ ֆերմերի համբավ ունեցող Արմանը 6 երեխաների ու կնոջ հետ նախընտրել Սվարանցը։ Մեր անասունները թողել ենք ընդեկել, մենք գնդե ֆերմա ունեինք։ Պրոստը չգիտենք ոնց անենք այդ անասունը որ առնենք, կարանք ռեալիզovat անենք, չենք կարա, այնտեղ կարում ենք, այնտեղ խնդիր չկար, բայց այդտեղ ծանոթացանք, իմացանք, որոշեցինք որ պիտի անասուն առնենք։ 9 հոգի ու մի նիվա։ Տեղահանության 5-րդ օրը մեծ ընտանիքով Գորիս հասած Արամը սկզբում Շինուհայրում է տեղավորվել, բայց այդ բնակավայրը Սվարանցի արոտավայրերի հարստությունը չունի։ Կովեր գնելու համար ընտանիքը վաճառել է մեքենան։ Ամենամսյա պետական աջակցությունները նույնպես ներդրում են դարձել։ Հիմա համարյա 60 մոտ է արդեն անասունները, դե տարուկես անցել, տարուկեսումը 25 գլուխ 7 հատ կով է եղել մեջ։ Չի կար այդքան բազմանա, առել ենք։ 40 + 10 ստացել ենք, եկանում միայն կարել ասենք 2 ամիսի մին, 3 ամիսի մին կամ ամենամիս, չգիտեմ ոնց ստացվել է, նայած այդ ամիսը ինչքան ռասխոդ է եղել։ Առել ենք, անասուն ենք առել, կով ենք առել, հորտուտակին, հորտ ենք առել։ Տուֆիկյան հիմնադրամը տրակտոր ա տվել գյուղին, այդ տրակտորն էլ ես եմ քշում, ժողովրդի գործի ես եմ անում։ Այդ տրակտորն էլ ինձ տվել։ Դարելա որ ես իմ տրակտորով իմ խոտոս հարում եմ բերում եմ, ժողովրդին էլ օգնում եմ։ Գործից ազատ եզակի վարքյաններին Արմանը հայացքը վարձակալած տնից իր բազմանդամ ընտանիքի համար նախատեսված նորակառույցին է գցում, բայց տեղափոխվել չի կարող, այնտեղ գուցե պայմանները լավ են, բայց չկա ամենակարևորը՝ գոմ։ 60 գլուխ խոշոր ունի Մարտակերտից 2023-ին տեղահանված Արմանը։ Ծանոթների հետ զրուցելիս մի բան է միշտ ասում՝ անասնապահության համար ինքը գտել է լավագույն վայրը։ Նայելի միջավայրամաս դեսքանի 1000 հեկտար տարածքն է, բաց։ Մի հատ անասուն չկա դե։ Սե գարունը բացվեց, կարող է 200, այս քանի 1000 հեկտարանոց դաշտերում մի 200 գլուխ անասուն ունի։ Բայց եսի որ սաղ անասուն նստեիք, հիմա ասում եմ միշտ չկա, ասում են, amma միսը արդեն կրիզիս է դառնում, խիա կրիզիս։ Նկարահանումն ավարտում էինք, երբ դպրոցից վերադարձավ Արամի մեծ որդին։ Տուն մտնելն ու գործի անցնելը մեկ եղավ։ Մեր տանը պարապ մարդ չի կարող լինել։ Միակ պարապը կատուն է, որ մուկ բռնել է ալարում, կատակում է ֆերմերը։ Երեխեքը մեր չաշխատելով կանան եղել են։ Մենք որ եկել ենք ստե աշխատենք, դրանից ինչ պիտի ներվեն։ Հիմի, հա, հասկացանք, դե մենակ մենք չենք այդ վիճակում։ Սաղ մեր արցախցիներն այդ վիճակում է, սաղ էլ թողել լինել։ Հիմա որ սաղս էլ նստենք, ասենք, չանենք ոչ մի բան, ասենք սուք ենք պահում, լավ է, սենց ասեմ, լի բարբարով ասեմ, սուք ենք պահում, ինչքան պիտի պահենք այդ սուքը։ Կամ ինչքանով է դա ճիշտ։ Ով պիտի մեզ պահի։ Որ մենք չաշխատենք, ասենք տուն ենք կորցրել, դե մենք հա տուն ենք կորցրել, այդ նյութականի մասին եմ էլի խոսում, այնի մեր ծննդավայրն է, այնի մենք չենք կարա մոռանանք, բայց դե ասենք համար ենք սենց էլի, որ մեր դուրը փակել ենք, եկել ենք ստե աշխատում ենք, որ մեր հնդե գործ չկա, եկել ենք ստե ենք աշխատում, մոտորապես էս մի բան ձևակերպենք մեր մեջ, մեզ խափենք սենց, մեզ հանգստացնենք տենց եւ նորից նայենք դեպի առաջ։ Վարչական ղեկավարը գովեստով է խոսում Սվարանց եկած արցախցիների մասին, ընդգծում նրանց աշխատասիրությունը, կոչ անում հատկապես գյուղերից տեղահանվածներին գալ ու շենացնել բնակավայրը։ Առայժմ էս երկու ընտանիք որ եկած են, երկուսն էլ շատ հրաշալի ընտանիքներ են,
շատ լավ մարդիկ։ Ժողովրդի հայ հասնող արդեն ինտեգրված են ժողովրդի մեջ։ Ոնց որ այս գյուղում ծնված մեծացած լինեն։ Էլ տարբերություն չկա։ Մի քիչ լեզվի է, եթե տեսնում եք իրաք մար լեզուն դժվար են սովորում եք իրանցը սովորում եք արդեն։ Աշխատելը գյուղում ընտրություն չէ, այն առօրյայի պարտադիր մաս է, որ հաջողության միակ գրավականն է։ Հենց ջանասիրությամբ է, որ Արամն ու ընտանիքը պիտի կառուցեն նախատեսված մեծ գոմը, հիմնեն բանրի գործարան եւ իրենց նոր կյանքն ապրեն առավել բարեկեցիկ։ Տիգնանուհի Բադալյան, Ալեն Ծատրյան։ Ավազակության վերաբերյալ ահազանգը ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց փետրվարի 10-ին։ Քաղաքացին հայտնել էր, որ Երևան Քոչարի փողոցում դստեր ձեռքից խլել տարել են դրամապանակը։ Մեկնել էին համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները։ Դուստերը հաղորդում էր տվել, որ շենքի մուտքի դուռը բացելիս անայտ անձը բացահայտ հափշտակել է պայուսակը, որի մեջ եղել են գումար, բանկային քարտեր եւ անձնագիր։ Ավազակության հատկանիշներով նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մարաշի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 28-ին պարզվեց, որ ավազակությունը կատարել է մայրաքաղաքի Դավիթ Մայլյան փողոցի բնակիչ 26-ամյա երիտասարդ։ Նույն օրը ժամը 12:15-ին նա հայտնաբերվեց Ջրվեժ թաղամասում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Կազմված փաստաթղթերի հետ երիտասարդը ներկայացվեց նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։